Բաթումիում ավարտված շոտոկան կարատեի Եվրոպայի առաջնությունից մրցանակներով են վերադարձել Շիրակի մարզի շոտոկան կարատեի հավաքականի մարզիկ մարզուհիները։ Իդեպ, մեր տարածաշրջանի թիմն առանձին կազմով է ներկայացել պաշտոնական մրցումներին։ Առաջնությունից մի քանի օր առաջ 41-ից 45 տարեկանների աշխարհի չեմպիոն Հարություն Ալեքսանյանը մեզ հետ ունեցած զրույցում խոստացել էր նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Նա կատարեց իր խոստումը։ Սերտի մեծ մղում կար ու Փառք Աստծո ցանկությունս իրագործվավ։ Շնորհակալ եմ Գոհեմ Աստծուց երջանիկ եմ, որ կարողացա հասնել իմ նպատակին։ Կուզեի նշել, որ տվյալ հաղթանակս նվիրում եմ իմ բոլոր աշակերտներին, բոլոր նրանց, ում հետ ես շփվել եմ սկսած 1996 թվականից, երբ սկսել եմ իմ մարզչական կարիերան, բոլոր այն ծանրից, որոնց հետ շփվում եմ հիմա ներկայումս, եւ բոլոր այն ծանրերին, որոնք ապագայում պետք է ունենամ նրանց հետ շփում։ Շիրակի մարզի շոտոկան կարատեի ֆեդերացիայի նախագահ Վաղարշակ Շուխյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Վաղարշակն իր կարողություններն էր դրսևորել կատտավոճում։ Նա միաժամանակ հանձնելով որակավորման քննություն ստացել է համաշխարհային ֆեդերացիայի մասնագիտական խմբի կողմից սև գոտի 5-րդ դան որակավորումը։ Իդեպ նույն որակավորումն ունի նաև մարզային ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Ալեքսանյանը։ Ես հիմնականում ես չեմ կենտրոնանում իմ վրա որպես մարզիկ, ես ավելի շատ կենտրոնանում եմ աշակերտների, երեխաների վրա։ Օրինակ 14 տարեկան, 15 տարեկան, արդեն 18 տարեկան Սամվել Հովհաննիսյանը, որը ծառայում է Հայոց բանակում, ես մտածում եմ նրանց մասին։ Ես արդեն 43 տարեկան եմ եւ ավելի ճիշտ է մտածել սերունդ դաստիարակելու, մարզիկներ դաստիարակելու մասին։ Բացի վերոհիշյալ երկու մրցանակներից, տարբեր փայլի մեդալների էին արժանացել այս ֆեդերացիայի ևս մի քանի սաներ, 14-ից 15 տարեկանների մրցակցությունում մինչև 52 կիլոգրամ քաշայիների պայքարում արծաթե մեդալ էր ստացել Ռուդիկ Շուխյանը, իսկ մինչև 63 կիլոգրամ քաշայիների պայքարում Ներսես Իսկանյանը։ Պատվարտակի երրորդ աստիճանին կանգնեցին ընդամենը 1 տարի այս մարտահրվեստով զբաղվող Վահագն Հովդիկյանը դեռահասների մեջ, ինչպես նաև 18-ից բարձր տարիքի աղջիկների մրցակցությունում Գայադե Տորոսյանը։ Թիմի արդյունքներից գոհ եմ։ Եվ Ներսես Իսկանյանը եւ Ռուդիկ Շուխյանը եզրափակիչ մենամարտերում միանշանակ հաղթող էին։ Միանշանակ դա մրցավարական շատ լուրջ կիքսեր տեղի ունեցան եւ արդյունքում ունենք այն ինչ ունենք, էլի գոհ եմ։ Հավելենք, որ Եվրոպայի առաջնությունում 5-րդ տեղ գրավեց 10-ից 11 տարեկանների մեջ նորից 1 տարվա բարձումայի փորձ ունեցող մարզիկ Հրաչյա Գյուրեգյանը։ Շոտոկան ոճը հարկի մարզաձև է մեր քաղաքում եւ արդեն այստեղ ձևավորվել է դեռահասների նոր խումբ, իսկ յուրաքանչյուր մարզաձև ապագա ունի միայն այսպիսի երեխաներով։ Սամվել Աղանյան, Կարապետ Արաքելյան, Օրագիծ։